Ողջույն, այսօր պատրաստելու եմ շատ համեղ գաթա կեֆիրով, միջուկը լինելու է դարչինով և ընկույզով, շատ համեղ է ստացվում։ Վերցրել եմ 500 գրամ ալյուր, այստեղ քերելու եմ, կարող եք վերցնել կարագ կամ մարգարին, 200 գրամ, լավ քերիչով անցկացնում ենք։ Ստացվում է այսպես խորիզանման զանգված, այսպես այնքան ենք տրորում, մինչև դառնա խորիզանման զանգված։ Հիմա այստեղ ավելացնում ենք շաքարավազ 100 գրամ, փխրեցուցիչ 1 թեյ գթալ, 2 ձու եմ վերցրել, 1 դեղնուցը պահել եմ վրան քսելու համար, ավելացնում եմ այստեղ և կեֆիր 200 գրամ։ Հիմա խմոր ենք ունցելու, լավ խառնելով։ Ահա, հավաքեցի խմորը, այսպիսի փափուկ խմոր ենք ստանում։ Հիմա դնում եմ տոպրակի մեջ, դնում եմ սառնարանում 20 րոպե հանգստանա։ Պատրաստում եմ խորիզը, վերցրել եմ մոտ 120 գրամ ալյուր, այստեղ կավելացնեմ 200 գրամ շաքարավազ, 1 թեյ գթալ վանիլին, կարագ, մոտ 50 գրամ է, հալեցրել եմ, հիմա լավ կխառնեմ, տեսեք, այսպիսի զանգված ենք ստանում, և այստեղ կավելացնեմ ընկույզը, ես դանակով եմ մանրացրել, շատ մանր չեմ սիրում, մի քիչ խոշոր, այսպես պետք է լինի, մոտ 250 գրամ ընկույզ եմ մանրացրած, լավ կխառնեմ, ըստ ցանկության կարող եք ավելացնել նաև դարչին, նայեք,